Հանրապետությունում փակվում են ավերակներ, բացվում են դպրոցներ, հարգելի գործընկերներ, այդ ավերակները մեր երկրի սահմանապահ գյուղերի դարպասներն են, չկա գյուղում դպրոց, չկա գյուղ, ես պետք է նշեմ, որ արդեն շատ մարդիկ այդ գյուղերից բռնել են արտագաղթի ճանապարհը, գյուղերում հիմնականում մնում են տարեց մարդիկ, այն երիտասարդները, որոնք այս պահին ապրում են գյուղում, նույնիսկ ինձ դրա մասին են ասել, որ չեն պատրաստվում ամուսնանալ եւ ընտանիք կազմել այդ գյուղերում, որովհետեւ տեսնում են, որ գյուղում կյանքը չի շարունակվելու, մի կին էլ ասեց հուսանք, որ միայն գերեզմաները կմնա գյուղում եւ չեն քանդի, բայց ես այդտեղ էլ վստահություն չունեմ, որովհետեւ սա այն գյուղերն են, որ Ադրբեջանի հետ ընդամենը մի քանի մետր են բաժանում եւ այստեղ սպասում երևի թե Ալիևի այն խոսքերն են իրականանում, որ այսօր չենք գալու զենքերով, գալու ենք ավտոբուսներով, ինչպես էլ ասել, այդտենց տարածության գյուղեր են, որ այդտեղ ավտոբուս էլ պետք չի եկել, ոտքով կարելի է հասնել։ Ես ուզում եմ, որ մենք մեր ուշադրությունը այս խնդիրների վրա էլ սևեռենք եւ բնականաբար համոզված եմ, որ հաջողության դեպքում մենք պետք է ամեն բան անենք, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերը ապրեն, իսկ այդ գյուղերում պետք է լինեն դպրոցներ, որպեսզի դպրոցները ապրեն։ Եվ հարգելի գործընկերներ, մեզ մի շաբաթ է մնացել, պարոն Ծառուկյան, ինչ որ վերաբերվում է թիմի եւ ձեր վարքագծին, այս ընթացքում դրսևորված ձեր ասած արտահայտությունը ես իմ կլասի մեջ եմ մնում, արդեն դարձել է թևավոր, բայց նաեւ պետք է ասեմ, որ մեր ժողովուրդը մի այսպիսի հատկություն ունի, ռուսերեն բառերը վերցնում է, դարձնում է հայկական բառ ու շատ լավ օգտագործում է, ռուսերենում մի այսպիսի գեղեցիկ խոսք կա, դաստոյնի, որը հայերենում էլ է շատ գեղեցիկ, արժանապատիվ, եւ ես պետք է ասեմ, որ այս շփումների ընթացքում շատ քաղաքացիներ մեզ ասում են, մենք տեսնում ենք, թե հակառակ կողմից ինչ խոսքեր, ինչ վարքագծի տեր են մարդիկ, բայց դրա հետ մեկտեղ թե ինչքան դաստոյնի դուք եւ պարոն Ծառուկյանը եւ ձեր թիմը տանում եք այս քարոզարշավը եւ շփվում եք մեր քաղաքացիների հետ, հարգելի գործընկերներ, ես մաղթում եմ մեզ բոլորիս, որ այս մեկ շաբաթն էլ մենք այդ նույն դաստոյնի կերպով հասնենք վերջնակետի եւ հաջողություններ ունենանք, շնորհակալություն ուշադրության համար։